Նորուժ կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը, ներկայացնելով իր ծրագրի հիմնական կետերը։ Կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, որ առաջին ուղղությունը եվրոպականացումն է, ոչ թե միայն քաղաքական հայտարարությունների, այլ եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն կառուցելու միջոցով։ Մարությանի խոսքով դրա համար անհրաժեշտ է բարձրացնել տեղական արտադրության, արտադրողականության, բնապահպանության, խոսքի եւ մամուլի ազատության չափանիշները, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ եւ օգտվել եվրոպական հնարավորություններից։ Պետք է բարձրացնել եւ հասցնել եվրոպական ստանդարտների մեր տեղական արտադրությունը, որպեսզի եւ մենք օգտվենք եւ կարողանանք դուրս գալ եվրոպական շուկա։ Բարձրացնում ենք եւ հասցնում ենք եվրոպական ստանդարտների մեր արդարադատությունը, մեր բնապահպանությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Կուսակցության ծրագրի երկրորդ կարևոր ուղղությունն օնլայն խաղատների եւ շահումով խաղերի արգելումն է։ Մարությանի խոսքով այդ կախվածությունը քայքայում է ընտանիքը, մարդկանց տանում պարտքերի եւ սոցիալական ծանր հետևանքների։ Նա նշել է, որ միայն 2025 թվականին Հայաստանում կատարվել է 7.5 տրիլիոն դրամի խաղադրույք, համեմատելով այդ թիվը պետական բյուջեի ծախսերի հետ։ Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ։ Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի, վստահեցնում եմ ձեզ, այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն եւ հարկերի տեսքով կվերադառնա պետություն։ Նորուժն ընտրություններին մասնակցում է 5-րդ համարով «Կառուցենք կարգին երկիր» ուղերձով։ Կուսակցությունում հայտնում են, փոփոխությունների համար անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին եւ հաջորդ օրվանից սկսել նոր որակի պետություն կառուցել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։